հատկությունները քրեակատարական հիմնարկներում բարելավել են դատապարտյալներին պահելու պայմանները, օրինակ Արմավիր քրեակատարական հիմնարկում ապահովել է 24 ժամյա ջրամատակարարում, ինչը նախկինում առկա չի եղել ցավոք սրտի։ Վերանորոգման աշխատանքներն իրականացվել նաև Արթիկ, Վարդաշեն, Նուբարաշեն, Սևան եւ Վանաձոր քրեակատարական հիմնարկներում։ Աբովյան քրեակատարական հիմնարկում կառուցվել է մոր եւ մանկան առանձին բաժանմունք, բաղկացած 3 առանձին խցից։ Ներկայում նախատեսված խցերի եւ կացարների սանհանգույցներն ու լոգարները հարմարեցված են նաեւ հղի կնոջ եւ մինչեւ 3 տարեկան երեխաների առանձնահատուկ պահանջներին։ Ձեռքբերված նյութատեխնիկական միջոցներից հատկանշական են 24 թվականին ձեռքբերված տնային կալանքի եւ վարչական հսկողության սարքավորումները թվով 914, որոնք կիրառվել են 2168 շահառուի նկատմամբ, ինչպես նաև դատապարտյալների եւ կալանավորված անձանց ուղեկցումների կազմակերպման նպատակով ձեռք են բերվել հատուկ նշանակության 2 մեքենաներ։ Նշվածից ազատազրկման ձևով պատիժ կրող եւ կալանավորված անձանց վերասոցիալականացման համատեքստում իրականացվել են կրթական ծրագրեր եւ սովորելու իրավունքից օգտվել է մինչեւ 19 տարեկան 11 անձ, իսկ 19 տարեկանից բարձր 94 անձ։ Իրականացվել են նաեւ մի շարք դասընթացներ, լեզուներ, համակարգչային հմտություններ, արհեստագործություն եւ այլ թեմաներով, որոնց մասնակցել է 205 անձ։ Պրոբացիայի ծառայությունը քաղաքացիների համար առավել հասանելի դարձնելու նպատակի շրջանակում հարկ է նշել, որ ծառայությանը հատկացվել է վարչական շենք, որտեղ իրենց գործունեությունն իրականացում կենտրոնական եւ Երևանի քաղաքային մարմինները, ինչպես նաեւ հատկացվել է տարածք ուսումնական կենտրոնի գործառույթների իրականացման նպատակով։ Ծառայության շարժական գրասենյակները պարբերաբար տեղակայվում են Գեղարքունիքի եւ Արարատի մարզերում, որտեղ 100 շահառուների նկատմամբ իրականացվել են օրենքով տարածքային մարմիններին վերապահված գործառույթներ։ Հավելեմ նաեւ, որ պրոբացիայի ծառայությունում հաշվառված 45 շահառուների համար իրականացվել են կրթական եւ արհեստագործական դասընթացները, կահույքաշինության հիմունքներ, անգլերեն համակարգչային հմտություններ թեմայով, նաեւ իրականացվել են 150 տարաբնույթ մշակութային եւ կրոնական միջոցառումներ, որոնց շրջանակում 1250 շահառուներ այցելել են տարբեր մշակութային կենտրոններ, պատկերասրահներ, թանգարաններ եւ եկեղեցիներ։ Հոգեբանական անհատական խորհրդատվություն է տրամադրվել 38 շահառուի, որոնցից 2-ը եղել են անչափահաս։ Իրականացվել են 16 հոգեբանական խմբային տրեյնինգներ ուղղված շահառուների ինքնակարգավորման մեխանիզմների զարգացմանը, հույզերի կառավարմանը, ծնողավարման հմտությունների զարգացմանը եւ այլ խնդիրներին, որոնց մասնակցել է 96 շահառու։ Հակիրճ այսքանը, հարգելի գործընկերներ, եթե հարցեր կլինեն, ցիրով կպատասխանեմ։ Հարցում եք, բան բարձրացնեք։ Ես երկու հարց ունեմ, տիկին նախարար, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխում է 2023-2025 թվականների գործողությունների ծրագրով, մասնավորապես գործողություն 4-1-ով ակնկալվում է իրավավասարության ապահովման մասին օրենքում սահմանել խտրականության հասկացությունը, տեսակները, դրանից պաշտպանության միջոցները եւ մեխանիզմները իրավավասարության հարցերով զբաղվող մարմնի կազմավորման, գործող մարմիններից որևէ մեկի կազմում կառույցի ստեղծման, գործունեության երաշխիքները միջազգային չափանիշներին համապատասխան, պետք է նկատել, որ լրամշակված օրենքի նախագիծը 2024 թվականի երկրորդ կիսամյակում պետք է ներկայացվեր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընդունմանը, բայց մինչ այս պահը մենք կարծեք թե դեռ հստակություն չունենք, սրա մասին կուզեի դուք ներկայացնեք։ Շատ լավ, պարոն Բաքոյան, իրականում մեկ անգամ նախագիծը նախկինում ուղարկվել է վարչապետի աշխատակազմ եւ ետեստացվել դիտողություններով եւ առաջարկներով։ Ներկա փուլում մեզ մոտ քննարկումներ տեղի են ունեցել։ Ես կարծում եմ, որ կարիք կլինի նաեւ ավելի լայն քննարկման, նաեւ ձեր մասնակցությամբ քննարկման նախագծի հետ կապված։ Պետք է նշեմ, որ նախագիծը ըստ էության վերջնականացված է եւ գուցե որոշակի տեխնիկական կամ 1-2 բովանդակային շտկման կարիք լինի, բայց ժամկետային առումով մոտ ապագայում պատրաստ ենք այդ քննարկումն ունենալուց հետո ուղարկել կրկին վարչապետի աշխատակազմ արդեն ազգային ժողով ուղարկելու հեռանկարով։
Այսինքն իրականում ուզում եմ հավաստիացնել, որ աշխատանքները կանգ չեն առել կամ մոռացության չենք մատնել, որովհետև ես ինքս իմ ելույթում նշեցի, որ իրավահավասարության մասին նախագիծը մշակվել է։ Ուղղակի այս փուլում գտնվում ենք վերջնականացման փուլում եւ անմիջապես քննարկումից հետո իհարկե կհաջորդի նախագիծը աշխատակազմ ուղարկելու փուլը։ Շնորհակալ եմ։ Մենք մեկ այլ նախագիծ ունենք, որը